Չաղ Ռուստամի հայրը Ռոբերտ Ստեփանյանը այսօր մահացել է հիվանդանոցում ստացված ծայրահեղ ծանր հրազենային վնասվածքների հետևանքով։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց Կոմիտաս 44 հասցեի շենքի բակում տեղի ունեցած կրակերթից հետո, սակայն բժիշկների ձեռնարկած բոլոր միջոցները արդյունք չեն տվել։ Դեպքը տեղի ունեցել Երևանի խիտ բնակեցված հատվածներից մեկում։ Ըստ նախնական տեղեկությունների, Ռոբերտ Ստեփանյանը հարձակման պահին գտնվել է իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայում։ Նրա ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 11 կրակոց։ Նախնական տվյալներով կրակողները եղել են 2 անձ։ Ըստ նույն տվյալների գործադրվել է 2 տարբեր հրազեն, ինչը վկայում է, որ հարձակումը եղել է կազմակերպված եւ նպատակային։ Ավտոմեքենայի վարորդի կողմի դռան վրա հայտնաբերվել է մոտ 9 կրակոցի հետ, իսկ բակում կրակված պարկուշներ։ Կրակոցներից հետո Ռոբերտ Ստեփանյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։ Մի քանի օր շարունակ բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ նա մահացել է։ Դեպքի վայրում անմիջապես աշխատել են ոստիկանության եւ քննչական մարմինների աշխատակիցները։ Տարածքը սահմանափակվել է, իրականացվել են դեպքի վայրի մանրակրկիտ զննություն։ Քննիչները հավաքել են պարկուշները, ֆիքսել ավտոմեքենայի վրա առկա վնասվածքները, ինչպես նաև ուսումնասիրել հարակի շենքերում տեղադրված տեսախցիկների հնարավոր տեսագրությունները։ Այս պահի դրությամբ հարձակման կատարողները չեն հայտնաբերվել։ Գործով դեռևս ձերբակալված կամ կալանավորված անձ չկա։ Իրավապահ մարմինները հայտնում են, որ քննությունը շարունակվում է եւ բոլոր հնարավոր վարկածները գտնվում են ուսումնասիրության փուլում։ Դեպքի հանգամանքները վկայում են, որ կրակահերթը իրականացվել է արագ եւ հաշվարկված։ Կրակոցների քանակը, ավտոմեքենայի վրա կենտրոնացված հարվածները եւ կիրառված զենքերի թիվը թույլ են տալիս ենթադրել, որ հարձակումը նպատակ ուներ մահացու արդյունք ապահովել։ Կոմիտաս 44 հասցեի բակը, որտեղ տեղի ունեցել միջադեպը, բազմաբնակարան շենքերով շրջապատված տարածք է։ Տեղի բնակիչների խոսքով կրակոցները հնչել են հանկարծակի, ստեղծելով խուճապ եւ վախ։ Շատերը նշում են, որ չեն պատկերացրել, թե նման բան կարող է տեղի ունենալ իրենց շենքի բակում։ Դեպքը մեծ արձագանք է գտել հասարակության շրջանում, սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում քաղաքացիները մտահոգություն են հայտնում բնակելի թաղամասերում անվտանգության վիճակի վերաբերյալ։ Շատերը նշում են, որ նման հարձակումները վտանգ են ներկայացնում ոչ միայն թիրախավորված անձանց, այլև պատական անցորդների, երեխաների եւ բնակիչների համար։ Նշենք, որ Ռոբերտ Ստեփանյանը քրեական աշխարհում հայտնի Չաղ Ռուստամի, Ռուստամ Ստեփանյանի հայրն է։ Այս փաստը միջադեպին հաղորդում է հավելյալ ուշադրություն եւ լարվածություն։ Այս պահին Ռուստամ Ստեփանյանը գտնվում է կալանքի տակ։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն նա մեղադրվում է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի, հայտնի որպես Ֆազ Մակաունով, սպանությունը կազմակերպելու համար։ Այդ գործը գտնվում է դատարանում կամ նախաքննության փուլում, ըստ վերջին պաշտոնական հաղորդագրությունների։ Իրավապահ մարմինները այս փուլում որևէ պաշտոնական հայտարարություն չեն արել այն մասին, որ Ռոբերտ Ստեփանյանի սպանությունը անմիջական կապ ունի Ֆազի գործի հետ։ Քննիչները ընդգծում են, որ այս պահին որևէ ուղիղ կապ չի հաստատվել եւ նման եզրակացությունները կլինեն վաղաժամ։ Այնուամենայնիվ, փաստը, որ հարձակման զոհը քրեական հեղինակության հայրն է, առաջացնում է բազմաթիվ հարցեր, թե հասարակության, թե փորձագետների շրջանում։ Քրեական աշխարհի վերաբերյալ վերլուծաբանները նշում են, որ նման դեպքերում հաճախ դիտարկվում են միաժամանակ մի քանի վարկածներ՝ անձնական հակասություններ, ֆինանսական վեճեր, նախկին հարաբերություններ կամ հնարավոր հաշվեհարդարներ։ Քննության շրջանում իրավապահները ուսումնասիրում են Ռոբերտ Ստեփանյանի կյանքի վերջին շրջանի շարժը, շփումները, հնարավոր հանդիպումները եւ առօրյան։ Ստուգվում են նաեւ նրա վերջին հեռախոսազանգերը, երթուղիները եւ հանդիպումները։ Ըստ իրավապահների, կարևոր նշանակություն ունեն նաեւ տեսախցիկների տվյալները, որոնք կարող են արձանագրած լինել կրակողների շարժը դեպքից առաջ եւ հետո։ Այդ ուղղությամբ իրականացվում է լայնածավալ աշխատանք։ Հասարակական դաշտում շարունակվում են քննարկումներ այն մասին, թե ինչու նման հանցագործությունները տեղի են ունենում բնակելի թաղամասերում։ Շատերը պահանջում են ուժեղացնել վերահսկողությունը, ավելացնել բարեկային ծառայողների ներկայությունը եւ ապահովել քաղաքացիների անվտանգությունը։ Մասնագետները նշում են, որ նման դեպքերը սովորաբար ունեն երկար նախապատմություն եւ դրանց բացահայտումը պահանջում է ժամանակ, մանրակրկիտ աշխատանք եւ համադրություն տարբեր տվյալների միջև։ Այս փուլում իրավապահները կոչ են անում չտարածել չստուգված տեղեկություններ եւ չկատարել ինքնուրույն եզրակացություններ։ Քննությունը շարունակվում է եւ նոր տվյալների հայտ գալու դեպքում հանրությունը կտեղեկացվի պաշտոնական աղբյուրների միջոցով։ Այսպիսով, այսօր Երևանում արձանագրվել է հերթական ծանր եւ աղմկարույց սպանությունը Ռոբերտ Ստեփանյանի մահը ոչ միայն մարդկային ողբերգություն է, այլև լուրջ ազդակ հասարակության համար այն մասին, որ կազմակերպված հանցագործության վտանգը դեռևս ամբողջությամբ չի վերացել։
Իրավապահ մարմինների առաջ կանգնած է բարդ խնդիր հնարավորինս արագ բացահայտել հանցագործությունը, գտնել և պատասխանատվության ենթարկել կատարողներին, ինչպես նաև կանխել նման դեպքերի կրկնությունը ապագայում։ Քննիչների ուշադրության կենտրոնում այս պահին գտնվում է այն հարցը, թե ինչ հանգամանքներում է Ռոբերտ Ստեփանյանը հայտնվել Կոմիտաս 44 հասցեի բակում հենց այդ պահին։ Ըստ նախնական տվյալների, նրա տեղաշարժը եղել է սովորական, առանց ուղեկցության կամ անվտանգության լրացուցիչ միջոցների, ինչը ևս հարցեր է առաջացնում, հաշվի առնելով ընտանիքի հայտնի լինելը քրեական շրջանակներում։ Իրավապահ մարմինները պարզում են, արդյոք հարձակվողները հետևել են Ռոբերտ Ստեփանյանին որոշակի ժամանակահատվածում, թե դեպքը եղել է նախապես ընտրված վայրում իրականացված դարանակալում։ Այս վարկածը չի բացառվում, հատկապես կրակոցների ճշգրտության և կարճ ժամանակում իրականացված գործողության պատճառով։ Տարածքում աշխատած փորձագետների խոսքով կրակոցների ուղղվածությունը և ավտոմեքենայի վրա մնացած հետքերը ցույց են տալիս, որ հարձակվողները գտնվել են բավականին մոտ տարածության վրա։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ նրանք հստակ գիտակցել են իրենց գործողությունների հետևանքները և գործել են առանց խուճապի։ Քննիչները նաև ուսումնասիրում են այն վարկածը, որ հարձակման ժամանակ կարող է լինել հանցագործներին սպասարկող երրորդ անձինք, որոնք ապահովել են արագ հեռացումը դեպքի վայրից։ Այդ նպատակով ուսումնասիրվում են հարակից փողոցներում տեղադրված տեսախցիկների տվյալները, ինչպես նաև հնարավոր տրանսպորտային միջոցներով շարժը դեպքից անմիջապես հետո։ Դեպքից հետո Կոմիտասի այդ հատվածում ուժեղացվել է ոստիկանության ներկայությունը։ Տեղի բնակիչները նշում են, որ վերջին օրերին տարածքում նկատվում են ավելի հաճախակի պարեկային մեքենաներ, ինչպես նաև քաղաքացիական հագուստով աշխատող անձինք, ինչը վկայում է ակտիվ օպերատիվ աշխատանքների մասին։ Հասարակության շրջանում քննարկվում է նաև այն հարցը, թե արդյոք նման հարձակումները կարող են կրկնվել։ Շատերը մտահոգ են, որ եթե գործը չբացահայտվի կարճ ժամանակում, դա կարող է նոր հանցագործությունների համար վտանգավոր նախադեպ ստեղծել։ Քրեական թեմաներով զբաղվող վերլուծաբանները նշում են, որ նման աղմկարույց դեպքերում հաճախ առկա է լռության շրջան, երբ կողմերը փորձում են հասկանալ իրավիճակը, մինչև իրավապահները փորձում են հավաքել հնարավորինս շատ ապացույցներ։ Այդ փուլը համարվում է ամենաբարդը քննության համար։ Միաժամանակ նշվում է, որ նման գործերի բացահայտումը հաճախ կախված է ոչ միայն տեխնիկական միջոցներից, այլև մարդկային գործոնից, վկաներից, ցուցմունքներից, տեղեկությունների արտահոսքից և օպերատիվ տվյալներից։ Ռոբերտ Ստեփանյանի մահվան լուրը տարածվելուց հետո նրա ընտանիքի շուրջ ստեղծվել է լրացուցիչ անվտանգային ռեժիմ։ Իրավապահները փորձում են կանխել հնարավոր սադրանքները կամ լարվածության նոր դրսևորումները։ Այս պահին որևէ պաշտոնական տեղեկություն չի հաղորդվում այն մասին, թե արդյոք Ռոբերտ Ստեփանյանը նախկինում ստացել է սպառնալիքներ կամ ահազանգեր։ Այդ հանգամանքը ևս քննության առարկա է։ Հատկանշական է, որ գործը քննվում է առանձնակի ծանր հանցագործության հոդվածներով, ինչը նշանակում է, որ այն գտնվում է իրավապահների առաջնահերթությունների շարքում։ Քննիչները վստահեցնում են, որ բոլոր հնարավոր միջոցները գործադրվում են դեպքի բացահայտման համար։ Միջադեպը լայնորեն լուսաբանվում է լրատվամիջոցների կողմից, սակայն իրավապահները զգուշացնում են, որ որոշ տեղեկություններ չեն հրապարակվում քննության շահերից ելնելով։ Սա սովորական պրակտիկ է նման գործերի դեպքում։ Քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ ընդգծում են, որ նման դեպքերը պետք է դառնան ազդակ ավելի խիստ վերահսկողության և կանխարգելիչ քայլերի համար։ Նրանց խոսքով հասարակության անվտանգության հարցը չպետք է երկրորդ պլան մղվի որևէ հանգամանքի պատճառով։ Այսպիսով, Երևանի Կոմիտաս 44 հասցեի բակում տեղի ունեցած կրակերթը ավարտեց մարդկային ողբերգությամբ։ Չաղ Ռուստամի հայրը Ռոբերտ Ստեփանյանը այսօր մահացավ հիվանդանոցում ստացված ծանր հրազենային վնասվածքների հետևանքով։ Նրա կյանքի համար պայքարը, որը ընթացավ մի քանի օր, արդյունք չտվեց։ Դեպքի հանգամանքները մինչ այս պահ ամբողջությամբ չեն բացահայտվել։ Ըստ նախնական տվյալների կրակոցները իրականացրել են երկու անձ, գործադրվել է 2 հրազեն, իսկ նրա ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 11 կրակոց։ Կատարողները դեռևս չեն հայտնաբերվել և գործով ձերբակալված կամ կալանավորված անձ չկա։ Մինչ քննությունը շարունակվում է, իրավապահները կոչ են անում չտարածել չստուգված տեղեկություններ և սպասել պաշտոնական հաղորդագրություններին։ Դեպքի վերաբերյալ նոր տվյալների ի հայտ գալու դեպքում հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ։